Արմնու լրատվականին մանրամասներ են հայտնի դարձել Շենգավիթում 62-ամյա տղամարդուն սպանելու դեպքից, մասնավորապես նա իրավապահներին հայտնել է, որ նա պետք է սպաներ տղամարդուն, քանի որ նրա մեջ սատանական բան է տեսել ու իր հասցեին հայոյանք է հնչել։ Մեզ ասած բացառիկ տեղեկությունների համաձայն իրավապահները չնայած օտարերկրացու ցուցմունքին փորձում են գտնել սպանվածի եւ նրա միջև առկա կապը հասկանալու համար, թե նախկինում վերջիններս կապ ունեցել են միմյանց հետ, թե ոչ։ Շամշան.com-ը հայտնել էր, որ մարտի 6-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 եւ 46 շենքերի բակում Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ին սպանած կասկածյալին, որը օտարերկրացի է, իրավապահները հայտնաբերել են։ Հայտնել էին, որ Շենգավիթում 62-ամյա տղամարդուն սպանելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես նրա որդին 44-օրյա պատերազմի մասնակից է եւ պատերազմի մասնակցելուց հետո առողջական խնդիրներ է ունեցել։ Տղամարդը պարբերաբար որդուն տարել է Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայում գտնվող բժշկական կենտրոն եւ ահա այցից մեկից հետո 62-ամյա տղամարդուն գտել են Արշակունյաց պողոտայի թիվ 44 եւ 46 շենքերի դալանում սպանված։ Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, դեպքի հանգամանքները պարզվում են։ 62-ամյա Ռուբեն Ա.-ին սպանած անձը Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի է, որը ըստ նախնականի տվել է ցուցմունք եւ հայտնել է սպանության կատարելու դրդապատճառը։